Բարի երեկո, եթերում Արտ Ֆոկուսն է։ 2019 թվականին 4 տարվա պատմություն ունեցող ՍՆԽ ճարտարապետական ստուդիան Գարաժ ժամանակակից արվեստի թանգարանում անցկացված Garage Screen մրցույթում փայլուն հաղթանակ տարավ։ Մրցույթն անցկացվում էր երիտասարդ ճարտարապետական ստուդիաների միջև։ Արդյունքում Մոսկվայի սրտում Garage թանգարանի հարակից հրապարակում կառուցվեց ՍՆԽ-ի նախագծած ամառային կինոթատրոնը։ Այս հաղթանակը ստուդիային բերեց ճանաչում ոչ միայն հայաստանյան ճարտարապետական միջավայրում, այլև արտերկրում։ Օրերս ՍՆԽ ստուդիան Վենետիկում առանց կասկածի խորագրով ցուցահանդեսում ներկայացրեց Հայարտ ժամանակակից արվեստի թանգարանի վերակառուցման և արդիականացման հայեցակարգը։ Ինչպիսին կարող է դառնալ Հայարտի շենքը և կից տարածքը ՍՆԽ ստուդիայի նախագծի իրագործման դեպքում, ճարտարապետների տեսանկյունից ինչ տեսք ունի ժամանակակից Երևանը և ինչպես այն դարձնել ավելի մարդակենտրոն, հանրության համար հարմարեցված։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք ՍՆԽ ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներ, ճարտարապետներ Աշոտ և Արմինե Սնխչյանների հետ։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար և ուզում եմ սկսենք Հայարտից, քանի որ մեր հանդիպման շարժառիթը կարծում եմ հենց Հայարտն է այսօր։ Առհասարակ շատ գովելի, կարևոր երևույթ է, որ սկսում ենք մտածել պատմական արժեք, ճարտարապետական արժեք ունեցող կառույցները ոչ թե գետնին հավասարեցնելու և մի նոր բան այդտեղ կառուցելու, այլև դրանց նոր կյանք ընձեռելու ուղղությամբ կարևոր մի պրակտիկա է, որի մասին անդադ խոսվում է, որ պետք է դրան անդրադառնանք, և սա այդպիսի նախագծերից մեկն է։ Խնդրում եմ պատմել, թե ինչ ներկայացրիք Վենետիկում, ինչ հայեցակարգը ինչպիսի ասելիք ունի, ինչ ուղղությամբ է Հայարտի այդ նախագիծը զարգանալու։ Վենետիկի ցուցահանդեսում ներկայացրինք մեր շատ երկար մտորումների արդյունքը այս նախագծի շուրջ, որովհետև ի սկզբանե շատ բարդ խնդիր է դրված ու շատ պատասխանատու։ Երևի մեր մի վերջին 7-8 ամիսների աշխատանքի արդյունքն է, թեև դա դեռ շատ կոնցեպտուալ հայեցակարգային առաջարկ է։ Այդ երկար մտորումների արդյունքում մեր մոտ ձևավորվեց ոչ թե վերջնական նախագիծ, այլ ձևավորվեց հստակ մոտեցում, վերաբերմունք, թե այդ շենքի ապագան ինչպիսին պետք է լինի մեր կարծիքով։ Երևի այստեղ ճիշտ կլինի, որ ավելի հասկանալի լինի կարճ նախապատմություն, թե ինչ բարդություններ ունի այս շենքը ու ինչ խնդիրների ենք առնչվում։ Այդ հայտնի շատ իկոնիկ տեսք ունեցող շենքը, բոճկաները, ինչպես ժողովրդի մեջ ասում են, շատ ճանաչելի ծավալ են քաղաքի մեջ, շատ կարևոր տեղում, բայց այդ շենքը նախագծվել է ու կառուցվել է ոչ թե որպես անկախ թանգարան, անկախ մշակութային ինստիտուցիա, այլ որպես դիմացի մայթում գտնվող ժամանակակից արվեստի թանգարանի ընդլայնման նախագիծ, այո, կից կառույց։ Այո, ինչը ենթադրում էր, որ պետք է շատ տեխնիկական սենքեր, տարածություններ ու այլ հարմարություններ լինեն հիմնական թանգարանում, այլ ոչ նոր ավելացվող տարածքում։ Ու փաստացի հետադարձ հայացքով ուսումնասիրելով ու անալիզի ենթարկելով արդեն գոյություն ունեցող շենքը, հասկանում ենք, որ դա ավելի շատ որպես նախագծվել է որպես ցուցադրական տաղավար, ցուցասրահ, հենց բառի բուն իմաստով, որ միայն ցուցադրությունների համար տարածություն, որը ունի վարչական մաս, ունի գրադարան, պահեստներ, պահոցներ եւ նույնիսկ ինչը միշտ այնց բոլորին շոկի է ենթարկում, ունի զուգարաններ։ Ու դա ոնց որ հենց ի սկզբանե, հենց պավիլիոն է, հրաշալի պավիլիոն է, եզակի ճարտարությունա մասնավորապես Երևանի համար շատ արժեքավոր, բայց որը ունի այս խնդիրները, որոնք հիմա անհրաժեշտ են ցանկացած, միայն հիմա չէ, անհրաժեշտ են ցանկացած գործող, լիարժեք գործող թանգարանի։ Ու այս արդիականացման պրոցեսի մեջ գլխավոր ֆունկցիոնալ խնդիրներից մեկը այդ բոլոր պահանջներին բավարարելն էր։ Այո, այսինքն այդ ամենը փորձել եք փաստորեն ներմուծել այս կոնցեպտի մեջ, որ ներկայացրել։ Կա տենց ցանկ եւ ցանկություն գրված թանգարանի կողմից կուրատորների հետ միասին, որտեղ ներկայացված է այն
բոլոր անհրաժեշտ տարածքները, որը իրանց չի հերիքում լիարժեք գործելու համար, տենց լիաթոք շնչելու համար։ Հիմա նախագիծը փաստացի դրան է վերաբերվում, թե ոնց է կարելի ինտեգրել տենց իկոնիկ շենքի մեջ հավելյալ տարածքներ, բայց որ իրա վրա սենց ուռուցքի պես դա չաճի։ Այսինքն պետք է ամեն դեպքում հավելյալ կառույցներ տարածքներ պետք է, այո, ստեղծվեն։ Դա ամենամեծ բարդությունն էր, ու այն ինչ մինչև հիմա նկարագրեցինք, դա ոնց որ խիստ ֆունկցիոնալ մասներ, բայց կա դրա ավելի ոչ ֆունկցիոնալ, այլ հենց ճարտարապետական ընկալման հարցեր, որովհետև ինքը իր հորինվածքով շատ ավարտուն տեսք ունի։ Ու ինչպես արդեն նշեցի, շատ ճանաչելի է իր ուրվագծով։ Ու այստեղ հարցեր առաջանում, այդ ամեն ինչը ոնց է պետք անել, որ շենքին չվնասենք, բայց միևնույն ժամանակ դա վախեցած ժեստ չլինի ճարտարապետության տեսանկյունից, որ մենք չփորձենք քողարկվել չերևալ, բայց միևնույն ժամանակ շեշտել ու մաքսիմալ հարգանքով վերաբերվել Ջիմ Թորեսյանի եւ Գևորգ Արամյանի ստեղծագործությանը։ Ու այդտեղ կարևոր հարցերից մեկը նաև այդ ստորին հատվածում հանրային տարածքի գոյությունն էր, որը առանցքային կարևորություն ունի այս նախագծի համար, որը 2000-ականների սկզբերին շատ պրագմատիկ նպատակներով ապակեպատվեց, փակվեց, որպեսզի այդտեղ սուպերմարկետ գործի։ Ինչ ասես։ Ինչ ասես, այդ էլ մի դառը պատմությունն էլ այդ ինչերի մեջով անցել է շենքը ու բարեբախտաբար չի քանդվել։ Ամենայն դեպս այդ 2000-ականների սկզբի հավելումները ամբողջությամբ խեղաթյուրել են իր նախնական գաղափարը, որովհետև այդ հսկայական գլանաձև ցուցասրահները կարծես օդում կախված են այդ մասիվ երկաթ բետոնի սյուների վրա, որպեսզի տակը այդ հանրային տարածքը լինի, որը քաղաքային հյուսվածքի կարևոր մաս է։ Մեր առաջին քայլը դա քաղաքին վերադարձնելն էր ու կարող եմ նշել արդեն հպարտությամբ ու շնորհակալություն հայտնելով Հարությունյան Սոնային, որ իր ջանքերով ու հույս ունեմ մեր ներդրումն էլ դրա մեջ կա, այդ ապակեպատ մասը արդեն քանդվել է ու այդ հանրային տարածքը արդեն վերադարձվել է քաղաքին։ Իսկ ձեր նախագծի այդ տարածքը ինչի համար է ծառայելու, ինչ մտքեր ունեք դրա հետ կապված։ Ծառայելու է հանրությանն, ծառայելու է քաղաքին, ինքը լինելու է հանրային տարածք, որը ոնց նշեցիք կից է թանգարանին։ Ամեն դեպքում այնտեղ հիմա ուղղակի ազատ տարածք է, այսինքն ինչպես կարելի է այն կենթանացնել, որպեսզի մարդիկ կարողանան այն իրապես վայելել։ Այդ ոնց ասեմ, սոցիալ-տնտեսական խնդիր է, ինքը ճարտարապետական դաշտում գտնվող խնդիր չի։ Դա տարածք է, որը թանգարանինն է, որը քաղաքինն է, ու եթե տարածքը խնամվում է, եթե իր մեջ կատարվում են իրադարձություններ տարբեր տեսակի, այդտեղ կարա լինի մարկետներից սկսած ցուցադրություններից եւ ուղղակի ոչ մի բան հաճելի տեղ, որտեղ դու կարող ես ժամանակ անցկացնել, եթե այդ մենեջմենտը արվում է, եթե այդ գումարը ներդրվում է, եթե այդ սերը դրվում է, այդ տարածքը ոնց որ ցանկացած ուրիշ գործելու է։ Բայց երևի պետք է որպեսզի հասկանալի լինի թե ինչ են կարել, այդ մենք խոսեցինք, որ պակասող բաներ կան թանգարանում։ Մեր առաջին էքսպերիմենտները այդ ամիսների ընթացքում ինտուիտիվ այդ գլանների վերևում ինչ որ բան ավելացնելն էր։ Մենք բազմաթիվ վարիացիաներ ունեինք, տարբեր էսքիզներ, եռաչափ մոդելներ, բայց ունենք հիմա բազմաթիվ տարբերակներ, ոնց անել պետք չի։ Ի վերջո եկանք դա էլ է շատ կարևոր, եթե ոչ ամենակարևորը։ Միանշանակ է, այդ ճանապարհը անպայման պետք է անցնել։ Ի վերջո եկանք այն եզրակացությանը, որ այդ պակասող բաները պետք է ավելացնել հենց այդ հանրային տարածքում, բայց մեր մոտեցումը այնպեսին դառավ, որ դա ոչ թե կոշտ ճարտարապետական միջամտությունն է, որտեղ կան պատեր, սենյակներ ու առանձին ինչ-որ ֆունկցիոնալ զոնաներ, այլ այդ մասիվ երկաթ բետոնե սյուների արանքով ժապավեններ, ոնց որ գիտեք, ոնց մի քիչ ավելի արտ ինստալացիայի մոտեցումով փորձեցինք անել, որ նույնիսկ այդ պատերը, այդ ժապավենաձև պատերը այդ հանրային տարածքում ընկալվեն որպես ցուցադրության մաս, որպես հետաքրքիր ծավալային ինչ-որ ինտերվենցիա այդ տարածքում, այլ ոչ որպես խիստ սենյակներ,
որոնք պետք էր ավելացրել են։ Ուզում եմ անդրադառնալ ձեր գործունեության մեկ այլ կարևոր ուղղության, այն է ինտերիերի ձևավորումը, հա, եւ շատ կարևոր նախագիծ էր Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառի ձևավորումը, հայաստանյան տաղավարի ձևավորումը, որը ՍՆԽ-ն է իրականացրել, վերջերս էլ մեր հյուրներ Ջոտոյի թանգարանի տնօրեն Արփինով պատմեց, որ նաեւ Ջոտոյի թանգարանի ինտերիերն եք դուք ձևավորել, այս ուղղությամբ աշխատելը նույնպես կարծում եմ շատ կարևոր է մեր ճարտարապետական ստուդիաների համար, ինչ այլ նման փորձառություն եք ունեցել։ Եթե թույլ տաք, ես մի ճշգրտում անեմ։ Այո։ Օրինակ Ֆրանկֆուրտի դեպքում դա միանշանակ տեղավորվում է ժամանակավոր ճարտարության սահմանումների մեջ, ու այդ մեր պրակտիկայի շատ սիրելի մասերից մեկն է, մենք ընդհանրապես ժամանակավոր ճարտարության բազմաթիվ փոքրիկ օրինակներ ունենք, այդ ոնց որ մեր խաղալիքներն են, որտեղ տարբեր իդեաներ ենք փորձարկում, որովհետև պատասխանատվությունը շատ ավելի քիչ է, քան այո, արդեն մեծ կառույցի պարագայում այո հիմնավոր։ Ինտերիերի դեպքում էլ մենք այդ Արմինեն լավ կներկայացնի, ընդհանրապես մշակութային հաստատությունների հետ շատ սիրում ենք աշխատել, ու այդ պարագայում վերաբերվում ենք ավելի շատ որպես ներքին տարածության ճարտարություն, այլ ոչ որպես ինտերիեր դիզայն։ Այդտեղ կարևոր նյուանս կա ինձ թվում է։ Այդ շատ կարևոր նյուանսն է, որովհետև այդ մեր տեսլականն է գլոբալ նաև ճարտարապետության մեջ, որովհետև մենք ճարտարապետությունը ինտերիերը իրարից չենք առանձնացնում, այդ ինտերիերը ներսն է, այդ ոնց որ ասես կա մարմին, կա օրգան։ Չէ, սա իրար հետ է ու Հիմա չիմացա ոնց հարցից որից սկսեմ պատմել Ֆրանկֆուրտից, թե մշակույթից, թե ինտերիերից, որովհետև գիտեք, մենք նոր կայք ենք հավաքել այս վերջերս ու իրան մտածեցինք, որ կարելի է արդեն արխիվի պես հավաքել, որ ամեն ինչ այնտեղ դրված լինի, չստացված նախագծերը, հին հարցազրույցները, ու նենց լավ հետաքրքիր արխիվ հավաքվեց ու ես հիշեցի, որ մենք 15 թվին արել ենք Artbook Expo-ն, որը մեր առաջին մշակութային նախագիծն էր, մենք էլ նոր բացված տենց ստուդիա ենք, ինքն էլ լավ մեծ էր, որովհետև ամբողջ կասկադն էր, ամբողջ կասկադը սենց հարթակներով գնում են գրապահարաններ ու մարդիկ շրջում են արվեստի եւ գրքերի միջև ու այդ առիթով գտա այդ ֆոտոները նայում եմ, մտածում եմ, հաստատ երկու փառատոնի համար արել ենք, մի հատ Ֆրանկֆուրտում, մի հատ Երևանում ու տենց մշակութային ծրագրերը մեր շատ սիրելի նախագծերն են, որը գիտեք, իրանք եթե նայում ենք տնտեսական առումով, իրանք տնտեսական շաքեր չեն բերում, բայց բերում են մեծ բավարարվածություն ու երջանկություն, որովհետև դու իսկապես կարծում ես, որ անում ես մի բան, ինչը անհրաժեշտ է ու ինչը կյանքը, չգիտեմ, ավելի երջանկացնում է, կարող է ռոմանտիկ եմ ասում, բայց դա տենց է, որովհետև մենք աշխատում ենք շատ թանգարանների հետ, աշխատում ենք ազգային գրադարանի հետ, աշխատում ենք Print Biennale-ի հետ, Եվ Գաթի հետ կարծեմ նաև։ Գաթի հետ ենք աշխատում, ասում եմ, վերջացրել ենք, աշխատում ենք տենց ահա կոլեկտիվի հետ ենք աշխատում, տես կան բազմաթիվ անուններ տան, բայց ինձ թվում է անունները այդքան կարևոր չի, կարևորը ընդհանուր միտքն է, որ մենք շատ ուզում ենք մշակույթի մաս լինել։ Մեր ներդրումը ինչ կան, որ կարող ենք մեր մասով, մեր ոլորտով անել եւ միշտ պատրաստ ենք օգնել։ Եվս մեկ անգամ անդրադառնանք հենց այդ կոնցեպտին, հա, եւ դուք նշում եք, որ ինտերիերը ըստ էության գլոբալ ճարտարապետությունից չեք առանձնացնում, որովհետեւ կարծում եմ, որ հաճախ ճարտարապետական ստուդիաները, ընկերությունները բաժանում են, հա, այդ երկու ուղղությունները, դուք չեք բաժանում, խոսենք նաեւ հենց այդ առանձնահատկության մասին։ Այդտեղ գիտեք, այդ ոնց որ մեր ոլորտի խնդիրները տեսնելուց է ձևավորվել այդ մոտեցումը մեծ մասամբ երևի, որովհետև շատ դեպքերում ու միայն Հայաստանում չէ, ընդհանրապես տարածված բան է։ Ինտերիեր դիզայնը կարևորությունը նվազեցվում է մինչև դեկորացիաներ հավաքելու, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պարագայում ու տարբեր on-line հարթակների Pinterest, Instagram, իսկ հիմա արդեն AI շատերը բացառում են այդ ներքին տարածության կապը ճարտարության հետ ու դիտարկում են ու նախագծում են
առանձին կտորներով, ոնց որ շատ հաճախ մանավանդ Երևանում բազմաթիվ սրճարաններում լիքը օրինակներ կարող տեսնել, որ դուք տեսնում եք մի հատ անկյուն, որը արվել է որպես գլխավոր ֆոկուսի կետ, իսկ մնացածը կարծես կարևոր չի։ Ու ամեն ինչը հիմնված է օրինակ փոքր էլեմենտների, դեկորի կամ աթոռի տեսակի վրա։ Մենք ոնց որ ավելի ճարտարապետական խորքային հարցերից ենք սկսում, որովհետև եթե ներքին տարածությունը նախագծված է ճիշտ, այդտեղ սեղանը փոխեք կամ լույսը փոխեք կամ պատի վրա կախած նկարը փոխեք, ինքը մեկը լավն է լինելու։ Մի հատ ես էլ մի քիչ շարունակեմ էլի ինչն է մեր ոնց ենք մենք մեր արժև խնդիր դնում, երբ որ ստանում ենք ինտերիերի, բուն ինտերիերի նախագիծ։ Նախ ես շատ կուզեի, որ մենք մի հատ ինտերիերի մասին խոսենք, որովհետև ինքը իսկապես այսօր դեկորատիվ ոլորտի մեջ է գնացել, ոնց որ նույնիսկ տենց ճարտարապետները իրանց թույլ են տալիս մի քիչ մեծամիտ հայացքով նայեն այն ջահել կամ ոչ ջահել ստուդիաներին, որոնք ինտերիերով են զբաղվում, եւ դա ինձ թվում է բերել է նրան, որ մեր ինտերիերները, այսինքն ներքին տարածությունները, որոնք գոյություն ունեն կոնկրետ քաղաքում, կոնկրետ շենքի մեջ, աբսոլյուտ կտրված են իրականությունից ու շատ սիրուն, շատ աշխատած միավորներ են, որը փաստացի կարար այսպես վերցներ ու դներ մոլորակի ցանկացած տեղ ու իրանք նույնպես կաշխատեին, կարող են լինեին Բալիում, կարող են լինեին, չգիտեմ, Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում, իրանք լավը կլինեն, ստեղ են իրանք լավը, բայց շատ հաճախ մեր մոտ օրինակ հիմնված են բառից բուն իմաստով լավ էլեմենտ ընտրելու հմտությունով։ Ինչը էլի շատ լուրջ բան է։ Ասենք այդ ես հանկարծ չկարծեք էլի, որ ես ասում եմ, որ այդ հեշտ է 3 հատ լավ իրար հետ համադրել, այդ շատ բարդ գործ է, բայց կա մի հարց, որ երբ որ օրինակ այդ իրերը ինտերիերից հանում ես, իրանք մնում են դատարկ ձանձրալի տուփեր, իրանք չեն ունենում իրանց ներքին տարածություններում, մենք միշտ քննարկում ենք, որ Աշոտի ասածի պես ոնց է պետք է անել, որ ոչ թե տարածությունը իրի սիրուն աթոռից կախված լինի, այլ որ ինչ աթոռ մեջ դնես, ինքը լավը լինի, որովհետև ինքը արդեն իրանով լավն է։ Անդրադառնանք մեր քաղաքի խնդիրներին, որովհետև եգիպտական բուրգերից սկսած, կարծում եմ ճարտարապետության նպատակը ոչ միայն տակտի, ճաշակի, ձևի, բովանդակության ներկայացումն է մարդկությանը եւ հարմարավետ հասկանալի լավ միջավայր ստեղծելը, այլև երբեմն նաեւ զարմացնելը։ Եվ հետաքրքիր է այդ տեսանկյունից վերջին տասնամյակում Հայաստանում, Երևանում քանի իրապես ինքնատիպ շենք է ստեղծվել։ Ինձ թվում է մենք 2000-ականներից սկսած բազմաթիվ հնարավորություններ ենք բաց թողել Երևանում ունենալու համաշխարհային մակարդակի ճարտարություն։ Ի տարբերություն օրինակ այլ զարգացող երկրների կամ հենց մեր նույն հարևանների Վրաստանում ու այլ տեղերում, որտեղ շատ կարևոր կետերի համար քաղաքի հրավիրվեցին համաշխարհային անուն ունեցող ճարտարապետներ։ Ու հիմա օրինակ շատ հնչեղ անուններ կան Թիֆլիսում եւ ոչ միայն։ Մենք ցավոք այդ բաց թողեցինք տարբեր պատճառներով, որովհետեւ ինչ-ինչ ձևերով այդ նախագծերը բաշխվեցին եւ այլն։ Դրա մասին չեմ ուզում խոսել, այդ հեչ կարևոր չի։ Բայց մեզ դա շատ պակասում է, ու շատ պակասում է, որպեսզի մեր ոլորտը մի քայլ առաջ գնա կամ մի հատ փոքրիկ թռիչ կանի, որովհետեւ օրինակ մեր համալսարանի ճարտարապետականի ուսանողների համար կարծում շատ կարևոր է հենց իրենց քաղաքում տեսնել իսկապես բարձրագույն որակի ճարտարապետություն ինչ որ մեծ հեղինակություններից։ Այնպես որ կարող եմ ասել, որ նույնիսկ եթե կան որոշ հետաքրքիր շենքեր, իրանք այդ իրենց տեղը չեն գտել քաղաքում։ Իսկ պատվիրատուի ճաշակ առհասարակ էվոլյուցիա է ենթարկվում ձեզ եւ նաեւ հետաքրքիր է դուք օրինակ երբ աշխատում եք պատվիրատուի հետ կարողանում եք ազդել պատվիրատուի վրա փոխել օրինակ իր մտահղացումները, եթե դրանք այնքան էլ համապատասխան չեն, օրինակ, հա, միջավայրին, չգիտեմ, ասինխրոն են Երևանի իրականության հետ։ Նախ պատվիրատուները շատ են փոխվում։ Չի ուզենա ասել զարգանում, փոխվում,
որովհետև պատվիրատուների սերունդա փոխվում, օրինակ 80-ականներին կամ 90-ականներին նույնիսկ ծնված մարդիկ արդեն պատվիրատու են։ Այն անկախության ընթացքում ձևավորված սերունդն է, որը այլ բաներ է տեսել, մի քիչ ավելի շատ է եղել, ավելի հաճախ է։ Ավելի բաց է, որովհետև ես հիշում եմ, երբ մենք սկսում էինք 10 տարի առաջ, թեև միամտորեն սկսեցինք արվեստանոց, որովհետև երևի շատ շուտ, մենք 24-25 տարեկան էինք, որ սկսեցինք, բազմաթիվ խնդիրների էինք բախվում այդ պատճառով, որովհետև դու ունես ինչ-որ իդեալներ, ինչ-որ գաղափարների ես հավատում ու սկսել ես քո սեփական գործը հենց այդ նպատակով, որ անես այն, ինչ որ դու ճիշտ ես համարում, ու շատ հաճախ պատի էինք բախվում պատվիրատուների հետ շփվելու, որովհետև լրիվ այլ աշխարհայացքներ էին։ Բայց դժվարը սկսելն էր, որովհետև մենք ի սկզբանե այտենց պրինցիպիալ որոշել էինք, որ այն նախագծերը, որոնք մեր աշխարհայացքին դեմ են, ու մենք ոչ մի կերպ չենք կարողանում պատվիրատուի հետ ընդհանուր լեզու գտնել, կոմպրոմիսների միջոցով իհարկե, ապա մենք այդ պատվերներից հրաժարվում ենք, ու այդպես էլ անում էինք, սկզբում սարսափելի դժվար էր, որովհետև պատկերացրեք երիտասարդ ճարտարապետներ, տեղից ներս չէ, որ շատ պատվերներ ունես, հələ մի հատ էլ ստիպված ես քո գաղափարների պատճառով ինչ-որ բաներից հրաժարվել, բայց 10 տարի անց միանշանակ կարող ենք ասել, որ դա ճիշտ էր, որովհետև դա փոքր, շատ դանդաղ քայլերով ձևավորեց ինչ-որ տեսակ պատվիրատուների, որոնք հստակ գիտեն մեզ դիմելուց ինչ ակնկալեն ու հենց դրա համար են գալիս։ Իսկ կարող ենք փաստել, որ ճարտարապետական ստուդիաների, ընկերությունների քանակը առհասարակ Երևանում, Հայաստանում շատացել է եւ արդյոք քանակը տալիս է որակ։ Շատ են ճարտարապետական արվեստանոցները ու գնալով շատանում են, բայց քանի որ շուկան բավական փոքր է, իրանք ժամանակի ընթացքում մաղվում են, մնում են լավագույնները, բայց այդ ուղիղ պատճառ ունի էլի հիմա շատանալը ճարտարապետական ստուդիաների եւ ինտերիեր դիզայնի ստուդիաների, որտեղ կան որ մենակ ինտերիերանում շատանում են, դա շինարարության քանակի հետ է կապված, որովհետեւ այս շինարարությունը, որ կառուցապատումը որտեղի է ունենում, հետո դիզայնի կարիք է ունենում եւ այլն, դրա համար ստուդիաները, որոնք ավելի շատ մշակված դիզայն են ուզում, որոնք կոնսուլտացիայի մակարդակի դիզայն են ուզում, դրա համար կարիքը կա, բայց շինարարությունն էլ մի օր վերջանալու է, ինձ թվում է այդ շատ ուշ չի լինելու եւ այդտեղ արդեն պետք է լինելու մտածել մի քիչ ավելի հեռանկարային։ Բայց լավատեսական նոտա մտցնելու համար պետք է ասել, որ լավ ճարտարապետական ոնց որ առաջադեմ հետաքրքիր նախագծեր անող երիտասարդ ճարտարապետական արվեստանոցների քանակը զգալի շատանում է։ Այդ պարագայում ինչու են այդքան միատիպ շենքեր այսօր քաղաքում դիմագիծ չունեցող նախագիծ չեն անում, նաև մենք։ Որտեվ այդ ասում եք, որ շենքերն են զարմանալի Երևանում, բոլոր։ Այն որ sense քայլում ես ու զարմանում ես, ո՞նց են ես սարքել, ո՞նց են ես գծել, բոլորը զարմանալի են, բայց այդ ուրիշ խումբ անում։ Ոնց փորձում ենք նեգատիվ բաներից խուսափենք, մեկը հետ են գալիս։ Կա շատ հետաքրքիր խնդիր, որ շատ մեծամասշտաբ նախագծեր, որոնք Երևանում տեսնում եք, իհարկե կենտրոնում հազվադեպ հանդիպող բան է, բայց քաղաքում կառուցվող շատ բարձրահարկ շենքեր, որոնք այտենց սնկերի նման բուսնում են, նախագծված են ոչ ճարտարապետների կողմից, այլ ինժեներների օրինակ։ Կարծում եմ, որ կոմերցիոն կոմպոնենտը այստեղ այնուամենայնիվ կա, որովհետև մի բան է ստանալ դեր նշած, ինժեների կողմից նախագծված սովորական տուփը եւ այլ բան է, երբ արդեն ինքնատիպ լուծումներ են, չգիտեմ, ինքնատիպ ոտքերի վրա է շենքը կանգնած կամ զարդարված է եւ այլն։ Համամիջ եք, որ նաեւ հենց այդ միջոցները խնայելու, պատվիրատուի միջոցները խնայելու նաև մոտեցումն է այս դիմագծի պատճառը։ Կամ գուցե նաև պատկան մարմինները, քաղաքապետարանը եւ այլն պետք է հստակ կանոններ սահմանեն։
Հստակ կանոնները նույնիսկ եթե սահմանեն, դա ճարտարության որակի վրա չի ազդի, դա կազդի ընդհանուր քաղաքային միջավայրի որակի վրա, որովհետև օրինակ կլինի հստակ ռեգլամենտ, ոնց որ բոլոր զարգացած քաղաքներում, որ այսինչ տեղում կարող ես կառուցել այսինչ խտությունից ոչ ավել, այսինչ հարկայնությունից ոչ ավել, փողոցից X մետր հեռավորության վրա։ Այն որ հստակ խաղի կանոններն են, որը ցավոք մեր մոտ տեսնում ենք, որ չկա։ Նաև գույնը, ձևը, հա, բայց դա ի վերջո ճարտարության որակի վրա չի ազդում, որովհետև նույնիսկ ամենամեծ մեգապոլիսներում կամ Եվրոպայի լավագույն քաղաքներում դուք կհանդիպեք բազմաթիվ տխուր անդեմ շենքեր, որոնք ընդհանուր կոնտեքստի մեջ չեն խանգարում, բայց առանձնապես լավ ճարտարություն չես ասի։ Իսկ այստեղ, հա, ու նաև նշեմ, որ մեր խորին համոզմամբ լավ ճարտարությունը պարտադիր չի, որ լինի թանկ իրականացման մեջ, որտեղ բազմաթիվ հրաշալի օրինակներ կան ամբողջ աշխարհից, մոտակա 100 տարիների ընթացքում, որ շատ սուղ միջոցներով ստեղծվել է ուղղակի շշմելու հրաշալի ճարտարապետություն, որը մեր մասնագիտությունը առաջաբրթել։ Այստեղ պատվիրատուն խնայում է մենակ մի տեղ, ոչ թե շենքի իրականացման մեջ, այլ ճարտարապետին վճարելու մեջ։ Պատվիրատուների մեծ մասը ցանկանում է խնայել հենց ճարտարապետական նախագծի վրա, այլ ոչ իրականացման։ Լավ, հիմա մեր քաղաքը մենք կարող ենք ինչ-որ կերպ փոխել այս արդեն խիտ, հա, կառուցապատված քաղաքում հանրային տարածքներ ձևավորել, որպեսզի մարդիկ ավելի հարմարավետ զգան իրենց Երևանում։ Իմ մեծագույն ցավը Երևանի համար հանրային տարածքների բացակայությունն է կամ վատ վիճակը։ Իմ պատկերացմամբ հանրային տարածքներն են ձևավորում լավ քաղաքային միջավայր առաջին հերթին, հետո նոր իրանց շուրջ կառուցված շենքերը։ Հիմա շենքերը կարող են լավը չլինեն, բայց ցավոք մեր մոտ այդ ամենաթույլ մասն է քաղաքի, որ շատ հանրային տարածքներ մենք կորցրել ենք վերջին 30 տարիների ընթացքում, շատ կանաչապատ տարածքներ նույնպես կորցրել ենք ու ունենք հատուկենտ լավ գործող իսկապես լավ հանրային տարածքներ, որոնք կենտրոնացած են փոքր կենտրոնում, բայց քաղաքը մեծ է ու գնալով ընդլայնվում է։ Դա համար ես առաջին հերթին ուշադրություն կդարձնեի հենց այդ հանրային տարածքները զարգացնելու հարցի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ճարտարապետներ Աշոտ եւ Արմինե Սնխչյանների հետ, այսօրվա համար այսքանը, ցտեսություն։